Բարև ձեզ, Շան Գյումրիի եթերում լրատվության ժամը, այսօր մայիսի 14-ն է, չորեքշաբթի։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը։ Պաշտպանական գերատեսչությունից հայտնում են, որ Ադրբեջանի հաղորդագրությունը, թե իբր մայիսի 13-ին ժամը 20:45-ից 21:30 ընկած ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան եւ հարավ-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնում է զինվորական ծառայությունից զորացրվածների զբաղվածության աջակցության ծրագիր, որը նպատակ ունի աջակցել զինվորական ծառայությունից զորացրված անձանց, ապահովելով նրանց աշխատանքային ինտեգրումը և սոցիալական կայունությունը։ Ծրագրի մանրամասները ներկայացրել է նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։ 2022-ից սկսեցինք աշխատել զբաղվածության ռազմավարության մշակման հարցով եւ այդ պայն ակնհայտ էր, որ չաշխատող չսովորող երիտասարդների թիրախային խումբը մեր մոտ առանձնանքի թիրախային խումբը լինելու զբաղվածության ռազմավարությունում եւ առանձնացրեցինք նաեւ այս խումբը, որ պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնում է տուն եւ խնդիր ունենում աշխատաշոկա ինտեգրվելու մի քանի պատճառներով։ Դա կամ ստացած գիտելիքները բավարար չէին, կորցրել, քանի որ ինքը չի կիրառել ծառայության ընթացքում, համապատասխանաբար որոշակի փորձի վերականգնելու վերհիշելու իր իմացածը եւ հեշտ աշխատաշոկա ինտեգրվել այդ խնդիրները լուծելու։ Դրա համար նախատեսեցինք 3 մեխանիզմ կիրառել, որը նաեւ բավական երկար քննարկվեց թե Պաշտպանության նախարարության գործընկերների հետ, թե հենց զորացրվածների հետ, թե նաեւ ռազմական գործողությունների մասնակիցների հետ, եւ արդյունքում ինքը դարձավ 3 բաղադրիչանոց ծրագիր, որով նախատեսվում է առաջի բաղադրիչը դա ուսուցման բաղադրիչն է, երկրորդ բաղադրիչը դա պրակտիկա է եւ երրորդ բաղադրիչը դա մեր մոտ միանավակ աջակցության տեսակն է։ Հիմա եթե անդրադառնանք առաջի բաղադրիչին, բոլոր դեպքերում երկու կողմն է որոշում, որ բաղադրիչով են առաջնորդվելու, հա, գործատու եւ ապագա աշխատող հանդիպման արդյունքում որոշում ուսուցում կամ պրակտիկա կամ երրորդ մոդելը։ Ուսուցման պարագան որոշելիս գործատուն եւ աշխատողը միասին են որոշում, որ սկզբից որտեղ սովորել, ինչ սովորել, որ գործատուն հետո պարտավոր լինի աշխատանքի վերցնել։ Պետությունը իր կողմից ուսման ծախսն է փոխհատուցում 5 ամսվա, յուրաքանչյուր ամիսը մինչև 50,000 դրամ եւ նաեւ կրթաթոշակ է տալի, դա գալիս է մոտ 32,500 դրամ։ Երկրորդ բաղադրիչը դա պրակտիկայի բաղադրիչն է, եթե գործատուն գտնում է, որ գիտելիքները բավարար զուտ փորձի պակասն է զգացվում, ապա այս պարագայում կնքվում է մի տարվա աշխատանքային պայմանագիր, քանի որ պրակտիկան դա արդեն աշխատանքային հարաբերություններն ըստ օրենսդրությամբ եւ պետությունը այս պարագայում գործատուին տալիս է գումար, որի միջոցով գործատուն արդեն աշխատավարձ է վճարում մեր շահառուին։ Գումարների չափը կուզենա նշել, դա նվազագույն աշխատավարձի չափով գումարն է եւ հարկերը։ Ընդհանուր գալիս է մեր մոտ 100,000 դրամ։ 3 ամսվա մասին է խոսքը եւ որից հետո 9 ամսվա համար յուրաքանչյուր ամիս հարկերի փոխհատուցում ենք տալի մինչեւ 50,000 դրամ գումար։ Երրորդ բաղադրիչը դա միանվագն է։ Եթե դա հիմնականում օգնում է գործատուներին նաեւ կամ աշխատատեղ ստեղծել կամ հարմարեցնել գիտելիքները, ինչը պահանջը համապատասխանում է շահառուի մոտ, բայց հարմարեցման կամ որոշակի խնդիրներ լուծելու համար մոտիվացնելու նաեւ գործատուին աշխատողին վերցնելու տրամադրում է 300,000 դրամ մի պայմանով, որ աշխատանքային պայմանագիրը կտևի աշխատանքային հարաբերություն կտևեն 12 ամիս։ Եվ գործատուն է որոշում սկզբից վերցնել գումարը, թե 12 ամիս անցնելուց հետո այդ գումարը։ Եվ համապատասխանաբար արդեն աշխատանքային հարաբերությունը գնում են։ Այս տարի մենք նախատեսել ենք արդեն 500 շահառուի համար ծրագիր եւ դեռ այս պայծառությամբ ունենք 75-ը բնականա։ Փորձը ցույց է տալի, որ տարվա ընթացքում շահառուների թիվը մեծանում է։ Հզոր ցիկլոնի հետևանքները զգալի են եղել մարզերից մի քանիսում, սելավն ու կարկուտը մեծ վնասներ են հասցրել Արարատի մարզի բնակավայրերին։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում տեսանյութեր է հրապարակել, որտեղ երևում են մարզի հեղեղված հողատարածքները։ 20 տարի աշխատում եմ այս բնակավարում, Արարատի մարզում նման սելավ առաջին անգամ եմ տեսնում։ Տեսանյութին կից գրել է Սուրենյանը։ Ուժեղ կարկուտից վնասներ են կրել Արագածոտնի, Արմավիրի, Լոռու մարզերի տնտեսությունները, այգիների, տնամերձների բերքը կարկուտը ոչնչացրել է։
Հայաստանի քննչական կոմիտեում Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քննվել է ընդհանուր 5 քրեական վարույթ 10 դրվագով, իսկ ներկայում նախաքննության փուլում է գտնվում 2 քրեական վարույթ 3 դրվագով։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից, ըստ հաղորդագրության լրագրող Աղեկյանը 18 դիմումներ է ներկայացրել իրավապահներին, Գյումրիի դպրոցներից մեկի տնօրենի, աշխատակիցների եւ աշակերտների ենթադրյալ անօրինական գործունեության վերաբերյալ, որոնց շուրջ օպերատիվ հետախուզական միջոցառումների եւ ստուգողական գործողությունների արդյունքում հանցագործությունների եւ այլ իրավախախտումների վերաբերյալ որևէ տվյալ ձեռք չի բերվել։ Լիլիթ Աղեկյանը դրանք բողոքարկելու փոխարեն իր անհամաձայնությունները հայտնել է Facebook սոցիալական ցանցի իր կողմից շահագործվող էջում տեղադրված գրավոր հրապարակումներում։ Ըստ քննչական կոմիտեի նա Շիրակի մարզի դատախազի, դատախազության աշխատակիցների, քննչական վարչության պետի, ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանի մասին արատավորող տեղեկություններ է հրապարակել, հաշվի առնելով այն, որ բարձր է ռիսկը, որ վերջինս ազատության մեջ գտնվելու դեպքում իր դեմ մեղադրական բնույթի ցուցմունքներ տված վկաների, այդ թվում նաև անչափահասների վրա կգործադրի ազդեցություն, դատարանը քննության առնելով միջնորդությունը հաստատել է Աղեկյանի կողմից առերևույթ հանցանքներ կատարելու հիմնավոր կասկածը, ինչպես նաև գնահատելով ներկայացված քրեական վարույթի նյութերը, որոշում է կայացրել նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին։ Միացյալ Նահանգները կվերացնի Սիրիայի դեմ երկարատև պատժամիջոցները, որպեսզի այդ երկրին հզորանալու հնարավորություն տա։ Դոնալդ Թրամփը Պարսից ծոցի երկրներ այցը սկսել է այսպիսի անսպասելի հայտարարություններով։ Թրամփը պարզաբանել է, որ համապատասխան որոշումը կայացրել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալման ալ-Սաուդիի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ իրավիճակը քննարկելուց հետո Դամասկոսը ողջունել է Թրամփի կողմից պատժամիջոցները չեղարկելու հայտարարությունը։ Այս հայտարարությունից հետո Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է այդ երկրի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարայի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Ռիադում։ Եվրամիության մշտական ներկայացուցիչների կոմիտեն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթ։ Այս մասին հայտնել է Եվրամիության ներկայացուցիչը, հավելելով, որ Եվրամիության արտաքին գործերի նախարարների կողմից այս սահմանափակումների հաստատումը սպասվում է մայիսի 20-ին։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարող է անձամբ հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի հետ, եթե դա անհրաժեշտ լինի երկու երկրների միջև առևտրային համաձայնագիր կնքելու համար։ Իրադարձությունների նման զարգացում կարող է տեղի ունենալ, այսինքն վստահ չեմ, որ դա անհրաժեշտ կլինի, բայց դա տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայի հետ, ասել է Թրամփը Fox News-ին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգները եւ Չինաստանը համաձայնության են եկել փոխադարձաբար 90 օրով նվազեցնել առևտրային մաքսատուրքերը։ Վաշինգտոնը չինական ապրանքների մեծ մասի վրա մաքսատուրքերը կնվազեցնի մինչև 30%, հայտարարել է Ամերիկայի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ Պեկինը ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը կնվազեցնի մինչև 10%։ Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ փոփոխությունները ուժի մեջ կմտնեն մայիսի 14-ից։ 89 տարեկանում մահացել է աշխարհի ամենաաղքատ նախագահը Ուրուգվայի նախկին առաջնորդ Խոսե Մուխիկան։ Նրան անվանել են աշխարհի ամենաաղքատ նախագահը համեստ ապրելակերպի պատճառով, երբ նա ղեկավարում էր երկիրը, իր գրեթե ամբողջ աշխատավարձը տալիս էր բարեգործությանը։ Մուխիկան Ուրուգվայի նախագահ էր ընտրվել 2009 թվականին եւ երկիրը ղեկավարել մինչև 2015 թվականը։ 2024-ին Մուխիկայի մոտ քաղցկեղ էր հայտնաբերվել։ 2024 թվականի նոյեմբերին BBC-ին տված հարցազրույցում Մուխիկան ասել էր. «Մարդը գիտի, որ մահը անխուսափելի է եւ գուցե հենց դա է կյանքի աղը»։ Շիրակի մարզպետ Դավիթ Հարուշանյանը հանդիպումների շարք է սկսել Գյումրիի բուհերում սովորող ուսանողների հետ։ Դրանք առանց հստակ օրակարգի են, պարզապես զրույցներ են հուզող եւ հետաքրքրող հարցերի շուրջ։ Այդ հանդիպումներից առաջինն այսօր անցկացվել է Շիրակի պետական համալսարանի ուսանողների եւ դասախոսների հետ։ Զրույցների ընթացքում մարզպետն ակնկալում է նաեւ առողջ քննադատություն լսել իր պաշտոնավարման վերաբերյալ։ Այդ քննադատությունները ըստ նրա միայն կօգնեն իրականությունն ավելի հստակ ընկալելու եւ մարզի ղեկավարի պարտականությունները լավ կատարելու համար։
Դավիթ Արուշանյանին հարցեր են ուղղել տարբեր ոլորտներից, կրթականից մինչև քաղաքի կանաչապատում։ Խոսել են նաև Գյումրիում զբոսաշրջության հեռանկարներից, որը մեծապես կախված է Շիրակ օդանավակայանում նոր չվերթների գործարկումով։ Այդպիսի հայտ ներկայացրած ավիաընկերություն կա, իսկ թե ինչ փուլում է նախագիծը, ներկայացրել է Շիրակի մարզպետը։ Գյումրու օդանավակայանի այս աշխատանքի վերակազմակերպումը ոնց կլինի, որտեղ դուք հասկանում եք, որ ինչքան օդանավակայան աշխատի մեծ ծանրաբեռնությամբ, այնքան մեր զբոսաշրջային կլաստերն է աշխատելու եւ դա բերելու է այդ մուլտիպլիկատիվ այդ ամեն ինչը, դուք շատ լավ դա պատկերացնում եք եւ այս վերջերս իմացանք, որ վիզերը մի հատ մեծ հաբ է սարքում Զվարթնոց օդանավակայանում մենակ 8 ռեյս սեպտեմբերին են տնում եւ կառավարության սուբսիդավորումն էլ գալիս է նաեւ Գյումրու օդանավակայանի համար։ Հիմա դուք կարող եք մեզ մի հատ տեղեկություն տաք, թե ոնց կլինի, որտեղ եթե դա մենք ունենանք, զբոսաշրջությունը մեր քաղաքում շատ լավ առաջ կգնա եւ արդյոք Գյումրու օդանավակայանը կարելի կլինի համեմատել Քութայիսի օդանավակայանի հետ։ Պես է օրենք այդ նախագիծը, եթե Երևան Զվարթնոց օդանավակայանից նոր հաբ ես կառուցում ու նոր չվերթ ես, նոր ուղղություն ես բացում, 20,000 դրամ մեկ ուղևորի համար սուբսիդավորում կա։ Բայց կա նաև կարևոր պայման, որ եթե ուզում ես այդ սուբսիդավորումից օգտվել, ուրեմն Գյումրու օդանավակայանից եւս պետք է թռիչք ունենաս, այսինքն վիզերը, երբ որ հաբը կառուցի, երբ որ նոր ուղղությունները ծեր ասած բացի, սուբսիդավորումը ստանալու համար անպայման մի հատ էլ Գյումրիից պետք է, մի հատ, երկու հատ, երեք հատ էլ Գյումրիից պետք է բան ունենա, չվերթ ունենա, բնականաբար, եթե Գյումրի չունենա, ինքը սուբսիդավորումից չի օգտվելու։ Գյումրիից նոր չվերթ բացելու պարագայում 15,000 դրամ յուրաքանչյուր ուղևորի համար սուբսիդավորում ունի, բայց այդ պարագայում պարտադիր պայման չէ Երևանից ունենալը, բայց Երևանից նոր չվերթ ունենալու համար սուբսիդավորումից օգտվելու համար պարտադիր պայման է Գյումրու օդանավակայանից օգտվելը։ Խանգարող հանգամանքները բնականաբար հյուսիսարևի ճանապարհն է եղել, բայց այդ խանգարող հանգամանքը հետագայում դառնալու է առավելություն, երբ որ ճանապարհը ամբողջությամբ ավարտվի։ Շիրակ օդանավակայանի ակտիվությունը բնականաբար յուրաքանչյուր զբոսաշրջիկի Շիրակի մարզ գալու պարագայում անհամեմատ ավելի ակտիվությունը մեծ է լինելու, բայց այդ դեպքում էլ պետք է մենք կարողանանք այդ զբոսաշրջիկին օդանավակայանից հենց գրավել ու բերել Գյումրի։ Հայ երգը նախագծում հերթական համատեղ համերգային ծրագիրն է ներկայացրել Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբը։ Անկայացավ Գյումրիի թատրոնի մեծ բեմում։ Համերգը հոբելյանական էր, նվիրված Հայաստանի ժողովրդական արտիստ Դուդուկի վարպետ Գևորգ Դաբաղյանի 60-ամյակին։ Գյումրեցի հանդիսատեսը վայելեց ավագ եւ կրտսեր Դաբաղյանների կատարումները։ Դուդուկի եւ Գյումրիի ժողգործիքների պետական նվագախմբի նվագակցությամբ երգում էր ժողովրդական երգիչ Գուրգեն Դաբաղյանը։ Հիշեցնենք, հայ երգը նախագիծն իրականացվում է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։ Հայ երգը նախագծի համերգը թատրոնի մեծ բեմում հոբելյանական էր, ազգային երգի տոն գյումրեցի հանդիսատեսի համար։ Հայկական ծիրանափողի Դուդուկի վարպետ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գևորգ Դաբաղյանի ծննդյան 60-ամյակին նվիրված երեկոն լավագույն առիթն էր հանդիսատեսին պատմելու Դաբաղյան ավագի ստեղծագործական ուղու հայկական մշակույթում ներդրած վաստակի մասին։ Գևորգ Դաբաղյանին մենք ընկալում ենք որպես վարպետաց վարպետ, ինչպես Ալեքսանդրապոլյան համքարություններում էր, աշխուղների, սազանդարների, նվագածուների եւ նա շատ ու շատ կապված է մեր քաղաքի հետ, որովհետեւ յուրահատուկ ձևով իր մեջ կրում եւ շարունակում է այնպիսի համբավավոր դուդուկահարների ամանդույթներ, ինչպիսիք են Լևոն Մատոյանը, Կարո Չարչօղլյանը, Սերգեյ Զաքարյանը, Սերգեյ Սիմոնյանը, Վաչե Հովսեփյանը։ Եվ կարծում ենք, որ այս ավանդույթները իր արժանի հանգրվանը ունեն այսօր հանձին մեր վարպետ կատարողի, որովհետև նա դուդուկը հնչեցնում է անբասիր ամենամաքուր հնչյուններով։
Ժողովրդական նվագարանի մաքուր հնչյունները տարածվեցին դահլիճում, կյանքի մեծ մասը վարպետի համար հայկական մեղեդիներին նվիրվելու, գործում ավելի վարպետանալու տարիներ են եղել։ 10-ից 12 տարեկանից է նվագում, հազարավոր սրտեր է գերել, օտարերկրյա բազմաթիվ բեմերում եղել։ Հայկական ժողովրդական նվագարանն աշխարհին ճանաչելի է դարձել վարպետ դուդուկահարների շնորհիվ։ Դուդուկով է հնչել հայ միջնադարյան, գուսանական եւ հոգեվոր երաժշտությունը, որոնք տեղ են գտել նաեւ բազմաթիվ հայտնի ֆիլմերում։ Երաժշտագետ Հասմիկ Հարությունյանի համոզմամբ ժողովրդական արտիստի ձեռամբ հնագույն փողային երաժշտական գործիքը մեր ազգային դիմագիծն է դարձել։ Այդ է վկայում նրա բազմաթիվ համերգները աշխարհի ամենահեղինակավոր բեմերում։ Կարծիքներ, որոնք ուղղակի հորդում են եւ անբացատրելի զգացմունքների մասին են խոսում։ Ականավոր ռեժիսորներ, ինչպիսին էին, ասենք, Տավյանի եղբայրների արդյունքների ագարակը կամ Ատոմեգոյանի Արարատ ֆիլմը։ Իսկ նրա ամենամեծ, կարելի ասել, այսպես, նվիրումը եւ ձեռքբերումը իր մեծ ներդրումը դուդուկի կատարողական արվեստին եւ առհասարակ դուդուկ նվագարանին, դա կոմպոզիտոր Վաչե Հովեյանի հետ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության մեջ դուդուկի պատվավոր տեղը ամրագրելն էր։ Մշակութային հարուստ ժառանգությունը հանրայնացնելու առաքելության օրինակ է նաև Գևորգ Տաբաղյանի համատեղ համերգները Գյումրիի ժողգործիկների պետական նվագախմբի հետ։ Ժողովրդական արտիստի համագործակցությունը եւ կապը նվագախմբի երաժիշտների հետ մեկ տասնամյակից ավելի պատմություն ունի, բայց ամեն անգամ Գյումրի գալիս հուզիչ ապրումներ է ունենում։ Գյումրին այն հողն է, որ ծնվել է մեծ արվեստագետներ, Շիրազ, Իսահակյան, Լևոն Մադոյան, Արաքսի Գյուլջատյան եւ շատերին, եւ այստեղ հանդիսատեսը շատ ավելի ջերմ է, շատ ավելի պատասխանատվության զգացումով ենք մենք նվագում եւ Գյումրի հանդիսատեսի էներգետիկ դաշտը փոխանցվում է մեզ։ Վարպետի հոբելյանական համերգը ծաղկեցնելու անմոռանալի պահեր պարգևելու պատիվն ուներ Կրտսեր Տաբաղյանը։ Դուդուկի Գյումրիի ժողգործիկների նվագակցությամբ ժողովրդական եւ աշխուղական երգերը հնչեցին Գուրգեն Տաբաղյանի կատարմամբ։ Հայ երգնախագիծը գյումրեցիներին հնարավորություն տվեց վայելելու ժողովրդական երգիչի մաքուր կատարողական արվեստը։ Լավ է, որ այդ նախաձեռնությունը կա եւ առիթ կա մենակատար երգիչների համար ներկայանալու եւ պետք է ընտրվեն այնպիսի երգիչներ, ճիշտ կատարողներ, ովքեր որ հայ երգ անվան տակ չներկայացնի ուրիշ երգ, այլ հենց կասվի հայ երգ եւ մարդիկ հանդիսատեսը կլսի հենց հայ երգ։ Շերամի, Սայաթ Նովայի եւ մյուս աշխուղների սիրված ստեղծագործություններն էին նվիրում հանդիսատեսին Ավագ ու Կրտսեր Տաբաղյանները։ Գյումրիի ժողգործիկների նվագախումբը այս համատեղ կատարումների մշակութային կամուրջն է դարձել։ Սրանով նաև տպավորիչ պահեր պարգևեց լսելու Ղարաբաղի հորովելը։ Աշխուղական երգի տոնը Տաբաղյանների եւ Գյումրիի ժողգործիկների մասնակցությամբ մեծ բեմում տևեց 3 ժամ։ Այն եղավ երգի ու ազգային նվագարանների հանդեպ ունեցած բացահայտ սիրո արտահայտումը, հերթական անգամ ավարտին հասցնելով հայ երգնախագծի բուն առաքելությունը, որը ստանձնել է Գյումրիի ժողգործիկների պետական նվագախումբը։ Մարինե Տերբինյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։